Վիրահատությունից հետո նոր փուլ է սկսվել դերասան Կարեն Ասլանյանի կյանքում։ Դերասանը հրապարակել է նոր հոլովակ, որտեղ պատմում է իր առողջական վիճակի և քաշի կորստի մասին։ Նա նշել է, որ արդեն հասցրել է նիհարել 15 կիլոգրամ, սակայն կանգ առնել չի պատրաստվում։ Առջևում ևս 15 կիլոգրամ է նախատեսում նվազեցնել։ Հոլովակին կից Կարեն Ասլանյանը գրել է. «Անցնում եմ բարդ ճանապարհով, արդեն 15 կիլոգրամ նիհարել եմ, մնացել է ևս 15-ը։ Եթե ունես ավելորդ քաշ, սկսիր հենց այսօրվանից և հավատա, նպատակն արդարացնում է միջոցները»։ Դերասանի հրապարակումը մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում։ Շատերը նրան ուժ և համբերություն են մաղթել, նշելով, որ նրա վճռականությունը իսկապես ոգեշնչող է։ Իսկ Star News-ը ձեզ ներկայացնում է այդ տեսանյութը։ Մենք առանձնացրել ենք նաև Կարեն Ասլանյանի մասնակցությամբ մի քանի այլ տեսանյութ, որտեղ նա տոնում է ամիսներ առաջ լույս աշխարհ եկած դստեր ծնունդը։ Այս կյանքում հաղթում է նա, ով չի հանձնվում։ Ես ոնց ասեմ ձեզ, բան չեմ խոսում։ Այն մարդիկ, որ ամեն օր մեկնաբանություն էին գրում, որ ես չաղացել եմ, ուրախանում էին, սպասեք նոր պրոյեկտների, նոր բումերի, սպասեք նոր իրադարձությունների, որոնք ուղղակի կզարմացնեն ձեզ։ Ժողովուրդ ջան, ուրեմն մի խնդիր ունեմ, որը արդեն 2 տարի է ինձ հետ է, ուզում եմ քաշ գցեմ, ու ամեն անգամ, երբ ես արդեն ընկնում եմ հունի մեջ, կամ ամանորա գալիս, կամ ամուսնանում եմ, կամ փոքրիկս է ծնվում, ուզում եմ ասեմ, այս անգամ 2 օրից 2 օր էլ մի քիչ թեթև լինեմ, այսինքն ազատ գրաֆիկով սննդակարգի, վլադիետել էի խոսում, բոլորիդ խոսում եմ, շփվում եմ, ասում են ախպերս փոշում, սենց, բայց միակ տարբերակը քաշից ազատվելու, միակ տարբերակը նպատակին հասնելու դա դեպի նպատակը գնալն է, այսինքն եթե դու գնում ես դեպի նպատակը առանց խոչընդոտի, առանց վարանելու, առանց մտածելու, որ չի ստացվի, չկա բան այս կյանքում, որ չի ստացվի, պետք է հավատաք ձեր ուժերին։ Ես ձեզ եմ խոստանում այսօր, այսինքն Հարությանը, ինձ թվում է մինիմում 30,000 մարդան եմ ստաբիլ, ու ես վստահ եմ, որ դուք ընդամենը մի քանի ամսից կտեսնեք լրիվ ուրիշ Կարենի։ Վերջին շրջանում Կարեն Ասլանյանը բավականին պասիվ է սոցիալական հարթակներում։ Միայն ամիսներ առաջ նա նշել էր, որ հարսանիքից հետո որոշակի ավելորդ քաշ է հավաքել, սակայն նա ինքն իր վրա կաշխատի և կրկին նրան իր սիրելի հեռուստադիտողը կտեսնի էկրաններին։ Բարի կեսօր սիրելիներս, անկեղծ ասած ձեզ շատ եմ կարոտել, ու այս ընթացքում, այս եթերային դադարի ընթացքում ես բազում հարցերի լուծումներ տվեցի, կարգավորեցի անձնական կյանքս եւ ամենակարևորը հավաքեցի ավելորդ քաշ, որից սկսում եմ ազատվել, որովհետեւ պետք է սկսենք նախագծեր, հեռուստասերիալներ, 25 մասանոց ֆիլմեր, նշեմ հովանավորները եւ նկարահանման տեխնիկան ամբողջ ընթացքի մեջ է եւ արդեն կարծում եմ մոտ ամիսներ հետո եթերային դադարը կավարտվի եւ Ասլանյանը իր լավագույն ֆորմեն դե գիտեք որն է, մարմնի կառուցվածքը կվերադառնա եթեր։ Նշեմ այս ընթացքում շատ են եղել առաջարկները, բայց քանի որ ես պատրաստ չեմ եղել թե հոգեպես, թե ֆիզիկապես նկարահանվելու այդքան նախագծերից հետո։ Չնայած նրան, որ Կարեն Ասլանյանը մեծացել է ապահովված ընտանիքում, այնուամենայնիվ նա նշել էր, որ իր ընտանիքն էլ բավականին դժվարությունների միջով է անցել։ Իր հարցազրույցներից մեկում
Կարենն անկեղծ ասել էր հետևյալը. «Մենք շատ դժվարություններով ենք անցել։ Նենց չի, որ մեր կյանքը հեշտ է եղել։ Իմ հայրը իր ամբողջ կյանքում աշխատել է ու հիմա էլ է աշխատում։ Ռուսաստանում ենք ապրել։ Ես իմ առաջին դասարանը գնացել եմ Ռուսաստանում, հետո տեղափոխվել ենք Հայաստան։ Դրանք իրականում ստրեսներ են վաղ շրջանում։ Բայց հայրս ամեն ինչ արեց, որ կարողանանք այստեղ մնալ ու իր երեխաները հայ մնան ու հայկական մենթալիտետով մեծանան։ Եթե անգամ մեր մոտ շատ վատ լինի, ես միևնույնը ասելու եմ, որ շատ լավ է, որովհետև ես երբեք ցույց չեմ տա իմ խնդիրները, ցույց չեմ տա, որ ինչ որ բան վատ է։ Վատը ես իմ ընտանիքում, իմ ընտանիքի հետ կհաղթահարեմ ու ամեն ինչ կլինի լավ։ Ես լացող մարդկանց հոգեբանությունը չունեմ, ոչ էլ մեր ընտանիքը։ Եղել է պահ, որ մեզ մոտ այնպիսի վիճակ է եղել, որ մտածել ենք ոնց ենք այս վիճակից դուրս գալու, բայց Աստված այնպիսի դուռ է բացել, որ ամեն ինչ լավ է եղել։ Երբ դու քո քրտինքով ես անում, երբ չես խաբում ոչ քո պետությանը, ոչ քո ընկերներին ու անում ես քո աշխատանքը, այդ ժամանակ Աստված օգնում է։ Ամենաբարդ էտապը եղավ, երբ սկսվեց ճգնաժամը 2008-2009 թվականներին, երբ եղավ դոլարի տատանումը, իսկ մեր գործը միշտ կապված է եղել դրսի հետ։ Այդ ժամանակ դժվար փուլ սկսվեց։ Նման փուլ եղել է նաև 90-ականներին, ես 6-7 տարեկան էի, գնացինք Ռուսաստան, հետո հետ վերադարձանք։ Դերասանը շատ չի խոսում իր ընտանիքի մասին, սակայն հարցազրույցներից մեկում ընդգծել էր, որ իր կյանքի ամենակարևոր կինը մայրն է։ Մայրս ինձ համար մի ուրիշ աշխարհ է, մարդ, որին կարելի է սիրել ու երբեք չմտածել, որ կարող է սխալվես, որովհետև սերը մոր հանդեպ մի ուրիշ աշխարհ է։ Ամենայն դեպս ինձ համար իմ իդեալը իմ մայրն է, անկեղծացել էր Կարեն Ասլանյանը։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար այսքանն էր առանձնացրել։ Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի այլ հոլովակ առանց մեկնաբանության։ Մենք բոլորով հավաքվել ենք այսօր Հայաստանից դուրս նշելու ձեր հարսանիստոնը, գիսելու այս ուրախությունը, թողնում միշտ երջանիկ լինեք ու միշտ ուրախ ոնց որ այսօր եք։ Աստված օրհնի ձեզ ու այսօրը ձեր միությունը։ Շնորհավոր։